Ռուսաստանը փաստացի փակել է իր դռները հայկական գյուղատնտեսական արտադրանքի առաջ։ Արդյունքում տոննաներով բերք փչանում է ծառերի տակ, ֆերմերները խեղդվում են պարտքերի մեջ եւ չեն պատկերացնում, թե ինչպես շարունակեն ապրել։ Միլիոնավոր դրամներ ներդրած, հսկայական աշխատանք կատարած եւ բարձր տոկոսներով վարկեր վերցրած գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում։ Մարդիկ ամբողջ տարի տանջվել են, վարկեր են վերցրել, պայքարել կարկուտի եւ անձրևների դեմ, որպեսզի բերք աճեցնեն։ Իսկ հիմա ինչ։ Ամեն ինչ ծառերից թափվում է գետնին։ Գնում չկա, արտահանում չկա։ Ռուսաստանը չի ընդունում մեր ապրանքը։ 2-3 օրից սկսվում է Ծիրանի զանգվածային բերքահավաքը եւ այնտեղ էլ նույն իրավիճակն է լինելու, նշում են ֆերմերները։ Յուտեր Եվրոպա։ Որտեղ ենք մենք։ Որտեղ է Եվրոպան։ Ինչպես ենք ապրանքը հասցնելու այնտեղ։ Թութի պահպանման ժամկետը 3-4 օր է։ Մենք այն հազիվ ենք հասցնում Մոսկվա, որպեսզի 1-2 օրում վաճառենք։ Ինչպես է այն հասնելու Եվրոպա։ Թե եվրոպացիները, օպացիները, իսպանացիները, զբոսաշրջիկները գալու են Հայաստան, որպեսզի այն ուտեն հենց ծառից, ինչպես ասում է Փաշինյանը։ Սրանք հեքիաթներ են։ Մեր ապրանքը այնտեղ չի հասնի, դժգոհում է գյուղացին։ Ֆերմերները հիշեցնում են, որ նախորդ տարիներին այս սեզոնին գյուղերում իսկական աշխուժություն էր տիրում։ Բեռնատարները հերթ էին կանգնում, իսկ որակյալ կեռասի գնման գինը սկսվում էր կիլոգրամը 1000 դրամից։